Այո։ Ոնց էր անունը, հա։ ԿՊ-ից որ եկել էր։ Այդպես մենք այն ժամանակ քանի որ շատ էր շարքվում Արտակ Գալստյանի նրա ընտանիքին առաջադրված մեղադրանքները, մենք գրավոր դիմել ենք, ընդ որում շարքում էր նաև մեր ընդդիմադիր գոլեգաների կողմից, մենք գրավոր դիմեցինք բոլոր խմբակցություններին, որ միջև շահարկելը գոնե մեկ անգամ եկեք դատական նիստի, տեսեք ինչա կատարվում։ Իզարմանասինց եկավ մենակ քաղաքացիական պայմանագրից, ուրիշ որևիցե ֆրակցիայից չկա։ Դատական նիստերին, որտեղ հետազոտվում են գործի ապացույցները։ Տեսա, որ համոզվեցին, որ զրոյական է։ Ասում էին ընդդիմությունը հատկապես նրանք, որոնք որ չեն միացել Տիգրան Ավինյանի ինքնության, ասում էին, որ առևտուր է տեղի ունեցել ԿՊ-ի եւ Հանդային ձայնի միջեւ։ Նման բան հայտարարողներին ընդհանրապես ես ձեզ խորհուրդ կտամ, իրավունքը ձերնա կտակ այդ հարցը թե չէ, մի հատ հարց տվեք, ասեք, եթե 2023 թվականի հոկտեմբերի 10-ին առևտուր ա եղել ԿՊ-ի եւ մեր ինչն է պատճառը, որ ես անձամբ Կալանքից ու Բարաշենքերա կատարողականից դուրս եմ եկել 2024 թվականի սեպտեմբերի 10-ին, որդիս դեկտեմբերի 10-ին, այսինքն 2 տարի հետո։ Այսինքն այդ ինչ առևտուր է արել, որ պետք է համաձայնվի, որ տղաս կամ կինս կամ ես մտնենք Կալանքի տակ թողեք ավարտեմ, միևնույն ժամանակ այդ ինչ առևտուր էին կարել, որ հանրային զայն կուսակցության գրասենյակը, այդ դրանից խոսացեք, որ քաղաքական կուսակցության գրասենյակը 3-րդ տարին է կապարակնքված է ամբողջ թաղաշրջանառությունը գտնվում է քննչական կոմիտեում, այն դեպքում, երբ որ գործերը գնացել են ամբողջովին դատարան եւ որովհետեւ մեկը իրեղեն չի ճանաչված։ Իսկ հնարավոր Վարդան Ղուկասյանը մտածել է առևտրի մեջ։ Ունեք այդպիսի հասկացություն։ Նայեք ժողովուրդ ջան, ամբողջ խնդիրը կայանում է դրանում, ես իրավաբան եմ, բնականաբար որոշակի հարցերի շուրջ ես ունեմ իմ կասկածները, բայց մինչև չունենամ ապացույցներ չեմ կարող որևիցե բան ասեմ։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, հնարավոր է Վարդան Ղուկասյանը թե ոչ, ես այն ժամանակ հրակատարողական հիմներքում հնարավորություն ունեցել եմ տեսնել իր լայվը, կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանն ինքը ուղիղ է հայտարարել, որ Ավինյանին քաղաքապետ դարձնելը եղել է իր որոշումներից մեկը։ Իսկ երբ որ Վարդան Ղուկասյանը հայտնվի ազատության մեջ, ճիշտ ասած, հիմա չգիտենք, մեկ ասում են ազատ է, մեկ ասում են այնտեղ։ Ոչ Վարդան Ղուկասյանը չեմ գտնում Կալանքի տակ։ Շատ լավ, երբ որ ազատության մեջ հայտնվի եւ հնարավորություն լինի դրա հետ կապի դուրս գալ, դուք նրան ինչ կասեք։ Այ երբ որ կհայտնվի, երբ որ դուրս գա, այն ժամանակ իհարկե ունենք։ Բայց նա ինքը ասել է ես եմ ստեղծել հանրային ձայնը, ես էլ կթաղեմ։ Դուք ինչպես Մենք ունենք քաղաքական գործիչ, որ ասում էր Արցախը Հայաստանն է եւ վերջ, հետո նույն այդ քաղաքական գործի հիմա ճիշտ են ոնց չլսեց։ Ну, կարծում եմ, եթե միջև այդ հարցը տալ, եթե դուք մի քիչ ուսումնասիրեք իմ թեկուզ եւ Facebook-յան էջը, այդ հարցը չեք տա։ Բնականաբար շատ վատ։ Չէ, նկատի ունեմ, որ բավականին այս վերջին նույնիսկ Կալանքի ժամանակ եւ տնային Կալանքի եւ հիմա էլ վարչական հսկողության տակ ենք, բազմաթիվ հրապարակային մենք այդ հայտարարությունները արել ենք։ Միանշանակ։ Ո՞վ է ձեր վարչապետը։ Ես։ Դուք միայնակ եք մասնակցելու ԿՊ-ի հետ։ Ոչ։ Իհարկե ոչ։ Ինչու՞ կմիավորվեմ։ Թիմացիներն են։ Այո։ Ինչու իսով եք այս դեպքում շանսեր ունեք խորհրդարանական ընտրությունների մասնակցելու։ Լավ, արեք ես ձեր հարցին sense պատասխանեմ։ Այսօր հարձակվում են եկեղեցու վրա ամբողջ պետական մեխանիզմով։ 3 տարի առաջ ամբողջ պետական մեխանիզմը հարձակվել էր իմ ընտանիքի վրա եւ հանրային զայն կուսակցության վրա։ 3 տարի հետո հանրային զայնը կա դեռ ոտի վրա է, հուսով եմ եւ վստահ եմ, որ կաթողիկոսը նույնպես ամեն ինչին կդիմագրավի։ Այդ նույն հույսով էլ վստահ ենք, որ վաղը մյուս օր եթե նույնիսկ մենք էլ չհաղթենք, գոնե ընդդիմադիր ուժերը կունենան այն ձայնային մեծամասնությունը, որ կազատվենք այս իշխանություններից։ Ամբիցիոզ համատական չէ, ձեր ընտանիքին համատեղ կաթողիկոսի եկեղեցու։ Ոչ, ես երևույթի հետ եմ համատում, բացարձակապես։ Շատ լավ։ Հիմա Ոսկանամ կաթողիկոսի հետ ինձ համատում։ Նա Աստծուն դրելն է։ շատ լավ։ Ձեր այստեղ թիմակիցները լինել են ձեր ցուցակում։ Միանշանակ մեր թիմակիցները մեր հետ են, որովհետեւ խնդիր չկա, ասեմ ավելին, որ հնարավորության ինչքան թույլ են տվել կոմունիկացիաները, մենք կարողացել ենք իրար հետ կապի մեջ։ Դիմադիրների հետ կմիավորվեք։ Նայածում։ Ում հետ չեք միավորվում։ Դե Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, պետք է որ չմիավորվեն, մնացածը քննարկել։ Մեծ հաճույքով։ Ոչ։ Լավ, բայց դուք եթե Բայց ասում եմ, ինչ որ ես ասացի այո կամ ոչ, սա այսօրվա իրավիճակային գնահատականն է։ Քաղաքական ԿՊ-ի հարցում միանշանակ չենք փոխվի, մնացածի հարցում նորից եմ ասում, նպատակը իշխանափոխությունն է։
Լսվեցին բոլոր վկաները, հետազոտվեցին բոլոր ապացույցները, դատարանը որոշումը կայացրեց։ Վայ, մեղադրանքը սկսվում է հետևյալ նախադասությունը, որ ստեղծել եմ հանրային ձայն կուսակցությունը, որ ձեռք բերեմ հեղինակություն եւ հերթական ընտրությունների միջոցով զավթեմ Հայաստանում իշխանություն։ Ձեր նկատմամբ Ու հետո արդեն մնացած է։ Խոշտանգումներ եղել է, խոշտանգման գործը տրվել է հաղորդում, կատարվել են իբր թե քննչական գործողություններ, արկա է կարճման որոշում, բողոքարկել ենք դատարան, հենց այս պահին գտնվում է առաջացանում։ Ինչի համար դուք ոնց եք դատում։ Արել են անձամբ ձեր դեմը ուղղված թե մեկ Վարդան Ղուկասյանի վրեժը փորձել են ձեր Բացարձակապես Վարդան Ղուկասյանը խոշտանգումների հետ կապված բացարձակապես չկար, ես ես վերջերս դրանց տապանում ելույթ ունեցեք, կրկնվեմ։ Իզարմանսից ինձնից պահանջում էին ցուցմունքներ գլխավոր դատախազան Վարդապետյանի եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի դեմ։ ովքեր են պահանջում քննչական կոմիտեի։ Այո, կոմիտեն նախագահի հետ։ Արգիշ Տիկարամյանի ժամանակ։ Ուղղակի պահանջում են, որ իրաց դեմ ցուցմունք տան, որ իբր թե իրենք դութեր են տրամադրել ինձ, ես էլ Վարդան Ղուկասյանին, որ վարկաբեկենք Նիկոլ Փաշինյանին, բնականաբար ես այդ հիմարության մեջ չմտա, որի արդյունքը եղավ խոշտանգ։ Արտոն Քարամյանը տենց միշտ գերատեսչական խնդիր լուծել ձեր միջոցով։ Այս են ինչ որ հիմա ձեզ ասեցի հարգելիս, դա գրված է հաղորդմանս տեքստի մեջ, որը դարել է քննության առարկա։ Իսկ ինչ որ կարելի է ձեռնարկել են։ Հիմա նոր ասեցի ելույթի ժամանակ, թե այսօրվա նախաքննական մարմինները ինչպես են աշխատում։